Ես եկել եմ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ, քանի որ գիտակցել եմ, որ արդի մարտահրավերները ոչ թե ինֆորմացիայի պակասից են, այլ սխալ մտածողության ձևից եւ փիլիսոփայությունը կարծում եմ հենց այն գործիքն է, որը կարողանա մեզ օգնել ուղղել մեր մտածողությունը, ձևակերպել ճիշտ հարցեր, խնդիրներին նայել ավելի խորքային, ոչ թե մակերեսային կերպով։ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը ըստ ինձ բավականին յուրահատուկ է։ Դասավանդվող առարկաների բովանդակությունը այնպիսին է, որ դասախոսները հաղորդում են մեր մասնագիտության յուրահատկությունը սեփական վարքով։ Կրթական ծրագրերը մեզ մոտ բավականին արդիականացված են, քանի որ մեր դասախոսների մեծ մասը ներգրաված է նաև գիտահետազոտական աշխատանքներում։ Ֆակուլտետի առանձնահատկություններից մեկն այն է, որ ուշադրություն է դարձվում հատկապես մտածողությանը։ Հոգեբանությունը գնալով ավելի ճանաչված եւ պահանջված մասնագիտություն է դառնում մարդ-մարդ հարաբերություններում հոգեբանական գիտելիքները չափազանց կարեւոր են գնալով ինչքան արհեստական բանականությունը զարգանում է այդքան ավելի կարեւոր է դառնում մարդկային հաղորդակցությունը Մեր գիտական հետազոտություններում ներգրաված են բավականին բարձր ռեյտինգ ունեցող գիտնականներ եւ նրանք տարվա ընթացքում այցելում են մեր հոգեբանության գիտահետազոտական կենտրոն եւ այդ առիթը մենք բաց չենք թողնում կազմակերպել նաեւ բաց դասախոսություններ ուսանողների համար։ Մեր լաբորատորիայում ընդգրկված են որոշ ուսանողներ, այսինքն որոնք զբաղվում են հենց հետազոտությամբ, արդեն իսկ բակալավրիատի տարիներից, նաև հետո շարունակում են մագիստրատուրայում եւ ըստ էության կարողանում են հենց ուսումնառության տարիներին գործի դնել իրենց գիտելիքները, գրելով որոշակի հոդվածներ, կատարելով որոշակի հետազոտություններ։ Ֆակուլտետը ինձ տվել է քննադատական մտածողություն, կարողություն ճիշտ ձևակերպել հարցերը, կողմնորոշվել այս տեղեկատվական աղմուկի մեջ։ Այժմ նույնպես աշխատում եմ փիլիսոփայության, պատմության եւ տեսության լաբորատորիայում եւ մտածում եմ հենց փիլիսոփայության ոլորտում շարունակել իմ գիտական գործունեությունը։